Քաղաքացի դառնաք, սերտիֆիկատ տուն ստանաք։ Սպասում ենք։ Կթեթևացնի ձեր հոգսը։ Չգիտեմ։ Հույս կա։ Էլմիրա Չիլինգարյանը Հադրութում էր ապրում, ամուսնանալուց հետո 6 տարի Ուզբեկստանում է բնակվել։ 2018 թվականից հետո ապրել է Մարտակերտում դստեր ընտանիքի հետ։ Այսօր իր շատ հայրենակիցների նման ապաստան է գտել Մայր Հայաստանում։ Խոստովանում է, ինչպես 2020 թվականին, 2023-ին էլ մեծ հոգատարությամբ եւ ջերմությամբ են ընդունել իրենց, օգնել ինչով կարողացել են։ Ժողովուրդը շատ գոհ են, օգնել են։ Ապրում ենք հիմա, բարձով ապրում ենք։ Թե 44 իրապատերազմի ժամանակ, թե հիմա շատ բարի են եղել, մենք միշտ կապ ենք պահել իրար հետ ու նորից մեզ ընդունել են, բայց հաճելի է մնալը, բայց հաճելի կլներ ավելի, եթե մենք ունենանք մեր սեփական տունը։ Իսկ սեփական տանիք ունենալու եւ պետության կողմից գործարկված բնակապահովման ծրագրից օգտվելու համար նախ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ։ Պահանջվող փաստաթղթերը պատրաստելու համար Նունեն բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել։ Իր ու մայրիկի ծննդյան վկայականները չկային, հոր մահվան թուղթը եւս։ Ծնվել եմ Ուզբեկստանի Հանրապետությունում։ Ապրել եմ այնտեղ 4 տարի, 4 տարեկանում արդեն հայրս մահացել է, մենք արդեն էլ հետ չենք գնացել, տեղափոխվել ենք Հադրութ, միշտ մնացել ենք Հադրութում։ Իսկ ամուսնությունից հետո ամուսնացել եմ, մնացել եմ Մարտակերտ մինչև 23 թիվը։ Փաստաբան Արևիկ Մուսայելյանի խոսքով բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք ծնվել են արտերկրում, նախկին ԽՍՀՄ երկրներում, մեծ դժվարությունների են հանդիպում ծննդյան վկայականի վերականգնման հարցում։ Համակարգված մոտեցում լուծման համար չկա, իսկ հաջողված դեպքերը եզակի են։ Սովետական տարիներին ու ասենք Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստան, Կազախստան, Ուզբեկիստան այսպիսի երկրներում են ծնվել ու իրանց փաստաթղթերի վերականգնումը գրեթե անհնար է շատ կարճ ժամկետում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը իրավասու չի դա մերժում, իրավասու չի դա ինչ-որ տեղեկանք, որովհետև այդ ակտը իրանց մոտ չի գրանցվել ու իրանց անձնագրերում նշված է, որ օրինակ իրանք ծնվել են Ուզբեկիստանում։ Մի տարի առաջ ես գնացել եմ Արդարադատության նախարարություն, իրանք հարցում են արել, 10 ամիս հետո նոր իմ ծննդականը ես կրկնօրինակից ստացել եմ։ Սակայն միայն ծննդյան վկայականը բավարար չէր, խնդիր առաջացավ այն թարգմանելու հարցում, այստեղ եւս ամեն ինչ հարթ չընթացավ։ Ուզբեկերեն է գրված տեղ, մեկ էլ կնիքը, ամեն թարգմանչական ընկերությունում չեն թարգմանել իրենք։ Երևի 2 շաբաթ ես այդ հարցերով զբաղվել եմ, գնացել եմ, հետաքրքրվել եմ, ամեն տեղ զանգել եմ։ Ասել են, կարակ դիմեք Ուզբեկստանի դեսպանատուն, բայց Ուզբեկստանի դեսպանատունը նստավայր Մոսկվայում է գտնվում, ես երևի արդեն մտածել եմ, երևի պետք է գնամ հասնեմ Մոսկվա, անկեղծ ասած։ Մոսկվա հասնել բարեբախտաբար չպահանջվեց։ Գտնվեց մի ընկերություն, որը համաձայնվեց այն ուղարկել Մոսկվա ռուսերեն, որից հետո հայերեն թարգմանության։ Պատահական իմացա, որ կա ընկերություն, AG թարգմանչական ընկերությունը, որին ես խորին շնորհակալություն եմ հայտնում իմ հարցին լուծում տալու համար։ Ծննդականը արդեն պատրաստ է, ընթացքի մեջ էլի փաստաթղթեր կա, հուսով եմ 2 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի ու ես կդիմեմ քաղաքացիության համար։ Նունեն միայնակ մայր է, դստրերի եւ մոր հետ ընտանիքը ապրում է փոքրիկ շուրջ 30 քառակուսի մետր տարածքում, որտեղ խոհանոցը, ննջասենյակը, հյուրասենյակն ու ճաշասենյակը նույն մեկ սենյակում են։ Էլի չեն դժգոհում, մի կերպ կազմակերպում են կենցաղը, սակայն առողջական խնդիրների պատճառով Նունեն դեռ աշխատանք չի կարողանում գտնել։ Մտա աշխատանքի արտլանջում աշխատել եմ առողջական խնդիրների պատճառով դուրս եմ եկել, արդեն մոտ մի տարի չեմ աշխատում։ Ղարաբաղում աշխատում էի, Մարտակերտում հանք կար, Կաշենի հանք, տեխնիկական վերահսկողության բաժնում որպես նմուշապատրաստման լաբորանտ։ Շատ գոհ էի գործից, կուզենայի նորից վերադառնալ անկեղծ։ Հուզվում են Նունեն, երբ հիշում է անցյալը։ Այսօր ընտանիքի փոքր բյուջեն, որում իրենց ներդրումն են ունենում նաև Նունեի 19 եւ 16 տարեկան աղջիկները,
Գրեթե չի հերիքում եւ իր եւ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող մոր բուժման եւ դեղամիջոցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Նունեի 16-ամյա դուստրը հրաժարվել է ուսումը շարունակել, աշխատանքի է տեղավորվել, որպեսզի ընտանիքի եկամտի հարցում իր փոքրիկ բաժինն ունենա։ Նունեի մոտ ախտորոշված խոցային կալիտը ստրեսի ֆոնին սրվել է։ Բժիշկն էլ ասում, որ այդ առաջացել է ստրեսային վիճակից։ Իմ մոտ դեղեր է նշանակել, ես դեղեր է նշանակել, որ այստեղ չկա, բացարձակ ոչ մի ապտեկայում չկա։ Դրսից բերելն է ինձ համար խնդիր, չեմ ասում գումարի պահը, որովհետև այդքան էլ շատ էժան չի։ Շաքարնա, ոտիս մեկը տրոմբա, մեկը վիրահատացա։ Ինչ ասեմ, ողնաշարս գրիժա է, դեղերով մեզ մոտ օգնել են, տվել են, բայց ոչ բոլորն է առելել ենք։ Մի շաբթի համար 5000 դրամ պիտի ծախսեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացն էլ այսօր դիմելիության մեծ հոսքի պատճառով տևում է ամիսներ։ Նունեի ընտանիքը դեռ երկար պիտի սպասի, իսկ մինչ այդ զբաղվածության, սոցիալական, առողջական, կենցաղային հոգսերի բեռը կանանց այս 3 սերնդի ներկայացուցիչները ստիպված են ինքնուրույն կրել, իսկ թե որտեղից ձեռք բերել բնակարան դեռ չեն կողմնորոշվել։ Դե երեխաները ստեղ են աշխատում, ստեղ են սովորում, փոքրն էլ որ պիտի սովորի, ասենք մի տարի չի էլի, որ ասենք դրա համար շատ լավ կլիներ, որ Երևանում մնայինք։ Մենակ այդ չի, մամաս էլ անդադի հիվանդանոցներում, ստեղ ավելի հարմար է։ Ճիշտ է, քիչ է, սերտիֆիկատի գումարը չգիտեմ, չեմ կողմնորոշվում, թե որտեղ կարող եմ տուն ձեռք բերել։ Շատ դժվար է։ Ես հասկանում եմ, որ անհնարին է, որովհետև Երևանի այս գումարով մի սենյականոց էլ չես կարող գնես։ Հույսը չեն կորցնում, սակայն Նունեն ուզում է արագ լուծի առողջական խնդիրները, որպեսզի նորից հնարավորություն ունենա աշխատելու, թեկուզ կեսդրույքով կամ իր սիրած գործով զբաղվել հրուշակեղենի պատրաստմամբ, ինչը մեծ սիրով եւ ջանասիրությամբ էր անում Արցախում։ Ներկապահին ես կուզենայի կարճ ժամերով թեթև աշխատանք, պարտաճանաչ կաշխատեմ, թեկուզ խմոր էի բաժնում կամ թեկուզ երեխա էլ կպահեմ, եթե լինի տենց գործ։ Ուզում եմ մնամ Հայաստանում, ուրիշ տեղ չեմ պատկերացնում անկեղծորեն, առաջարկել են Ռուսաստան, բայց չեմ ուզում։ Հարմար է ինձ տեղ, իմ հայրենիքն է։ Իր հայրենիքում մնալու Նունեի ցանկությունը նաև այն բարեկամեցողների շնորհիվ է, ում հաճախ է հանդիպում, ովքեր օգնել եւ բարեկամ են դարձել, ինչպես 44-օրյայի օրերին, այնպես էլ բռնի տեղահանությունից հետո։ Հույսը հիմա էլ չի կտրում, մնացած խնդիրներն էլ միասին կհաղթահարեն։